Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ինչպես եք սիրելիներս, եկեք մի փոքր անցնենք, տեսնենք ինչ ծաղիկներ ունենք ծաղկած, նայեք ինչ գեղեցկություն են բերել ձեզ համար սիրելիներս, եկեք սկսենք վիոլաներից, հլը մի հատ նայեք ինչ հրաշք ձևի ծաղկել են մեր վիոլաները, հիմա հատ-հատ ձեզ ցույց եմ տալու այս մեր գեղեցկությունները, հլը մի հատ նայեք. Հլը մի հատ նայեք ինչ սիրուն են, այս վիոլան իմ ամենասիրացած գույնն է, դե հիմա հերթով վայելեք մեր ծաղիկների գեղեցկությունը, հլը ստեղ նայեք ժողովուրդ, ճիշտն ասած երբեք այս տեսակի ռոզվին չենք ունեցել մեր ծաղիկների մեջ, այս տեսակները ունենք այս տարի, Ոյս ոբշե սիրուն է, հլը նայեք ինք իրականում կարմիր չի, ավելի շատ մալինայի գույն է, մի քիչ ուղղակի վիդեոյի մեջ ուրիշ գույն է երևում, հլը նայեք, ամեն մեկի իր գեղեցկություն ունի սիրելի հետևորդներ, այսա պետքա գալուբոյ լինի, նայեք, հլը նայեք ինձ սիրուն է, այս ռոզվին նայեք, Բահլը այս գեղեցկուհուն նայեք, գլուխը կախել է ներքև մի քիչ, ու այսպես լիքը ծաղկել են մեր վիոլաները, ընդամենը 2 օր չեմ մտել ջերմոց և այսքան գեղեցիկ տեսականի ունենք ծաղկած սիրելիներս, հեսա ձեզ ցույց կտամ էլ ինչ ունենք ծաղկած, հլես մարդուկին նայեք սիրուն, բահլը այս գույնը նայեք, ես էլ չենք ունեցել երբեք առաջի անգամ է մեզ մոտ, այս գույնը, այս տարի նորություն սորտեր ենք ճիշտն ասած վերցրել, շատ հետաքրքիր երանգներ կա, հլես գազարագույնի գեղեցկությունը նայեք ինչ հետաքրքիր, այս գազարագույնը միշտ իրա ծաղիկը լինում է փոքր, հլը մի հատ նայեք ոնց են ծաղկել վերևից ցույց տամ, հլը սպիտակի մեծությունը զգացեք, հլը նայեք ձեռս, մատերս իրար կպած և սպիտակի մեծությունը պատկերացրեք ինչքան մեծ է, բայ մի հատ էլ գազարագույն գտա, հլը նայեք, հրաշք են, հլես հրաշքին նայեք ժողովուրդ, նայեք ինձ սիրուն են, հեսա տենամ ինչ էլ սիրունիկները կան, բոլորն էլ սիրուն են, բայց մեկ լինում են սենց յուրահատուկ, ոնց որ վրձինով նկարած լինեն, հլես մարդուկներին նայեք, ուй մի հատ էլ եմ սպիտակ գտել, հլը մեծությունը զգացեք ժողովուրդ, սա հաստատ 10 սանտիմետր կլինի լայնությունը, հլես բարդովին ինձ սիրուն է, ինքը իրականում բարդովի է, կարմիրից մուգ է, ուղղակի վիդեոյիս մեջ շատ վառ չի երևում գույները ժողովուրդ, արդեն սկսում են ծաղկել, եղանակը մեր մոտ ցրտոտ է, երևի մայիսի սկզբից կբացենք մեր տարածքը արդեն, այսքանը վիոլաներն են, նայեք բեգոնյաներս արդեն ծաղկել են վեշնից ֆետուշի, արդեն ահագին փարթամացել են քոլերը, եկեք գնանք բարխցիները նայենք, այ մի հատ էլ նայեք սիրուն ռոզվի եմ գտել ծաղկած, բեգոնյանա վեշնից ֆետուշի, և եկեք անցենք բարխցիները նայեք ինչ սիրուն ծաղկել են, նայեք ինչ գեղեցիկ են, այս գույնը ինքան եմ սիրում բարխցի, նաև սրա լիմոնը ունենք, լիմոնը նոր է սկսում ծաղկել, այսենց սկսել են ծաղկել փեչի մոտներ, անցած անգամ էլի են վիդեո տեղադրել, հլը նայեք ինչ սիրուն բացվել է ժողովուրդ, բա հլը ռեհաներս նայեք ոնց են մեծացել, սիրուն հայկական ռեհաներն են ժողովուրդ, հա աղջիկներից մեկը ինձ հարց էր տվել, թե մենք ռեհանը պիկիրովկա ենք անում, թարամում է չի աճում, սիրելի հետևորդներ ջան,
ամեն տեսակի սատիլը պիկիրովկա անելուց հետո մի քանի օր իրանք թառամած տեսք ունեն, բայց դա չի նշանակում, որ ինքը չի կպել, չի աճում։ Նամանավանդ Ռեհանը, Պիտունյան, էլի որոշ ծաղիկներ իրանք այնքան թուլացած են պիկիրովկայից հետո, կարծես թե իրանք վсё չեն կպե, աշխատում եք շատ չջրեք, եթե խոնավ հողի մեջ դրել ենք ու սպասում ենք մինչև ինքը կպնի 2-3 օր, չենք ջրում, ջրում ենք այն ժամանակ, երբ որ հողը արդեն չորացել է, սիրելի հետևորդներ։ Նայեք, կարծեմ ծաղիկն է ինձ գրել Մոսկվայից, նայեք մեր հողը չոր է Ռեհանի, բայց մենք հիմա չենք ջրում, եթե մենք սկսենք շատ ջրել հով եղանակին, բնականաբար մեր ռեհաները սկսելու են նեղել եւ թառամել, այսքանը ռեհանի հետ կապված։ Այստեղ մեր մոտ արդեն սալվիաներն են լավ ծաղկել, նայեք, գեղեցիկ կարմիր հրաշք, որը որ փեչին մոտիկ է, շատ սիրուն ծաղկել են ժողովուրդ, հələ նայեք, Սա օսպորպեմուսներն են, հիշում եք, պիկիրովկա անելուց ասել եմ, նրանք այնց խայսյաթ ունեն, մեկ էլ կարող է ինքն իրան քոլը սատկի, նայեք։ Չես հասկանում ինչից է, հավասար ջրում ենք, հավասար պարարտանյութով մշակում ենք, մեկ էլ ինքս է ինձ կարողա ծաղկամանի մեջ է վсё, վարի գնա։ Էս էլ էլի բեգոնյաներն են մեր մոտ, ասել եմ ձեզ բեգոնյաները մենք միշտ պահում ենք պոլկաների վրա, հիմա լավ է եղանակը բարենպաստ է բեգոնյաների համար, շատ շոգ չի, իրանք արև չեն սիրում, իրանք սիրում են պոլուտեն եւ շոգ ժամանակ շատ ջուր չեն սիրում, աշխատում ենք ջրենք երեկոյան կամ առավոտյան։ Նայեք ինչ լավ արդեն սկսել են աճել, սիրելիներս։ Նայեք ինձ սիրուն արդեն քոլեր են դառնում, իսկական մայիսի սկզբին արդեն վաճառքի ժամանակ արդեն սիրուն ծաղկած կունենանք բոլոր բեգոնյաները։ Սրանք մեր մոտ լաբելյաներն են, ճիշտ ասած մի տեղ նկատեցի, ոնց որ արդեն սպիտակ լաբելյաս ուզում է բացի, հա հեսա գտա, նայեք, սա իմ ուրախությունն է, երբ որ մտնում եմ ու տեսնում եմ ինչ որ մի ծաղիկ արդեն կոկոմել է, հեսա այստեղ էլ արդեն ուզում բացվի, նայեք, հեսա ծաղիկը պուճուրիկ։ Այսպես լաբելյաներս էլ են շատ լավ աճում, սիրելիներս, սրանք նայեք տերևներով տարբերվում են մուգը եւ բաց, ուրեմն բնական է ծաղիկների գույներն են լինելու տարբեր, այս տարի լաբելյան դրել ենք մեջտեղի հատվածում ջերմոցի, որովհետև նրանք քամի սառը օդ չեն սիրում, դաժե եթե տնկում եք ծաղկամանի մեջ, աշխատում եք նրան ընդհանրապես ձեռք չտալ, եթե մի քիչ ձեռք տվեցիք, ճյուղերը թեթև բացեցիք, ինքը նեղանում է ու սատկում է, վсё։ Եստեղ նայեք մեր պիտունյաները ինչ փարթամ աճել են պարարտանյութից հետո։ Նայեք, արդեն կոկոմ ունենք։ Էսի հաստատ բուրգունդին է։ Հələ եկեք գնանք տեսեք ինչ սիրուն պիտունյա եմ ձեզ ցույց տալի ժողովուրդ։ Լավ եկեք գեորգինաներն էլ նայենք։ Չէ որ բոլորիդ էլ հետաքրքիր է ոնց են աճում մեր ծաղիկները։ Երկու օր ջերմոց չեմ մտել, թևս ունեն ցածավում ժողովուրդ։ Խոնավությունից վախենում եմ ջերմոց մտնեմ աշխատեմ։ Սա էլ ցինյաներն են մեր շատ սիրուն։ Արդեն մեծացել են։ Հա, եկեք ցելոզիաներս էլ ցույց տամ, նոր գնանք, նայեք ցելոզիաները ուրեմն ջուր չեն սիրում, վերևից ջրել չեն սիրում, վերևից ջրել ենք մի քանի հատ, նայեք ոնց են փչացել, արդեն պետք է վաննաներ սարքենք, վանաների մեջ ջրենք, ու այստեղ արդեն ցելոզիայից կոկոմ ունեմ, նայեք, առանժվի գույնն է։ Սա էլ ցելոզաներս են աճում, ոչինչ փառք Աստծո լավ են, դե գնացինք պիտունյայի հետևից։ Այստեղ կաղամբներն ենք պիկիրովկա արել, տեղ չկա քայլելու, նայեք արդեն շատ զգուշ եմ քայլում, այստեղ կաղամբներն են, հələ տեսեք ինչ եմ բերել ձեզ, հələ նայեք, այս պիտունյայի գեղեցկությունը նայեք, հələ նայեք, բա ինչ հոտ ունի, կանգնել եմ դիմացը ու սենց հոտը սպանում այն անուշ հոտը, բա հələ ալիսյումներից գեղեցկությունը նայեք,
Էսի չեք պատկերացնում ինչ հաճույք է այդքան տանջվելուց հետո ժողովուրդ մտնում ես ջերմոց ու այդ տանջանքիդ այն որ ասում է չգիտեմ ինչն ես քաղում, արդեն հաճույք ես ստանում տեսնել թե այդ տանջվելուց հետո ինչպես են աճում քո ծաղիկները եւ ինչպես են ծաղկում եւ հիացնում քեզ այս փոքրիկ մանր ծաղիկները ժողովուրդ ովքեր որ բալկոն ունեն խորհուրդ եմ տալի բալկոնի ծաղկամանների մեջ տնկել այս ալիսյումը սպիտակ գույնի ինքը յուրահատուկ հոտ ունի ասեմ ամռանը գրեթե 3 շաբաթ ալիսյումը դադար է տալիս ծաղկելը եւ օգոստոսի վերջից սկսում է նորից ծաղկել մինչեւ ուշ աշուն անգամ ծաղկամանի մեջից սերմերը թափում են եւ քարերի մեջ ծլում են այս հրաշք ծաղիկները հլը մուքը նայեք ինձ սիրունա այն կողմ չեմ կարող անցնել սիրելի հետևորդներ որտեվ տեղ չկա անցնելու սա մեր մոտ աստրաներն են արդեն աճում աստրաներս միքս են եւ նայեք ինչքան գեղեցիկ են մեր ցիներարյաները ոնց եմ սիրում այս ծաղիկը ժողովուրդ չեք պատկերացնում կապրիզնի չի լուբո եղանակին ինքը փարթամ գեղեցիկ բարխտնի աճում է ծաղկամաների մեջ այսքանը սիրելիներս այս հենց վիճակա մեր ջերմոցում հրաշք վիճակա տիրում արդեն քաղում ենք բարիքները հիանում ենք ծաղիկներով դուք էլ հիացեք լավ եղեք առողջ եղեք մինչ նոր հանդիպում սիրելիներս եւ մի մոռացեք լայքել եւ բաժանորդագրվել